Սյունիքի եւ Ֆրանսիայի Օվերնռոն-Ալպ ռեգիոնի միջև ակտիվ փոխհարաբերությունների, ինչպես նաեւ Սյունիքի բոլոր համայնքների քույրացման շրջանակներում այդ ակտիվությունը բերեց նրան, որ որոշում է կայացվել 5-րդ համաժողովը անցկացնել Գորիսում։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչ կտա համաժողովը կոնկրետ Սյունիքին, իրականում որքան հարաբերությունները խորանում են, այնքան դրական ազդեցությունը դրական իմաստով մեծանում է, ու հատկապես հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների բարեկամության մասին կարծում եմ ավելորդ է եւս մեկ անգամ ասել, որովհետեւ այն դարերի խորքից է գալիս եւ կապը մեր եւ Ֆրանսիայի միջև շատ ամուր է, պետք է ուղղակի ավելի խորացնել, ինչին ես որպես մարզպետ շատ դրական եմ տեսնում, ինչ վերաբերում է հյուպատոսարանի բացմանը, սա ինչպես եւ իմ խոսքում եմ ասել, տրամաբանական շարունակությունն է, որովհետեւ Գորիս-Վիեն հարաբերությունների հիման վրա ստեղծված եւ զարգացած այն հարաբերությունները, որը բերեց Տաթևում կնքված հուշագրի արդեն Սյունիք Օվերնռոն-Ալպ, որից հետո արդեն Լիոնում մնացած բոլոր համայնքների քույրացման փաստաթղթերը եւ այդ ակտիվությունը, որը կա, դրա հաջորդ քայլը տրամաբանական պիտի լիներ սա եւ սա ուղղակի process-ի մի փուլում ենք, սա ունենալու է նաեւ շարունակություն։ Ինչ վերաբերվում է ձեր ասած համատեքստին, ես ուղիղ կապը բնականաբար չեմ տեսնում, բայց սա նաև խոսում է Ֆրանսիայի պետության դիրքորոշման մասին։ Մնացածը կարծում եմ ինքը ավելի այլ մակարդակներում պետք է այդ հարցը ուղղել, թե սրա ռազմաքաղաքական, հա, ինչ հետևանքներ դրական ազդեցություն կարող է ունենալ։ Պարոն Ղուկասյան, եւ մի քանի օր է ադրբեջանական կողմից խոզնավարի ուղղությամբ կրակոցներ կան, բնակելի տներ են վնասվել նաեւ մանր եղջերավոր, ինչ կենթանի, ինչ իրավիճակ է այս պահին այդ գյուղերում, լարվածությունը արդյոք թուլացել է, թե ոչ։ Վերջին ամիսներին տեղի ունեցող իրավիճակը մնում է նույնը, ոնց որ դուք եք նշում, մերթ ուղիղ կրակոց է լինում, ինչի արդյունքում նաև լինում են դեպքեր, ինչպես որ դուք եք նշում, դիպչում է եւ ենթակառուցվածքներին եւ ընտանի կենդանիներ դիպչել, բայց պետք է հասկանալ, թե այսօր այս միջոցառումը եւ ձեր տրված հարցը ես կարծում եմ, որ այդ կրակոցները շատ հաճախ նաև հենց այդ նպատակն ունեն, որ դուք այսպիսի օրը հենց այդ հարցը տակ այս պահին։ Այո։ Իհարկե, խոսքը նրա մասին է, որ հիմա եթե մի քանի օր չլինի ուղիղ տների վրա կրակոցներ, լռելու է մեր մեդիան, հետո մեկ կրակոց եւ նորից խոսելու ենք ամբողջ ազգով սրա մասին։ Ես կարծում եմ Ադրբեջանի գլխավոր նպատակներից մեկը հենց դա է, որ երբ որ այսպիսի միջոցառում ունենք, ես կարծում եմ բոլորդ էլ հասկանում եք կարևորությունը, բայց մենք սրանից առաջ նաև փորձում ենք տեսնել, ես հիշում եք ասում էի, որ երբ որ Կապանի օդանավակայանում իջնում էր ինքնաթիռը, շատ քչերը նկատեցին օդաչուների խիզախությունը, շատ քչերը նկատեցին օդանավակայանի աշխատակիցների խիզախությունը եւ այն մարդկանց, ովքեր ի հեճուկս այդ ամեն ինչի այնպես էին անում, որ օդանավը աշխատի, բայց շատերը նկատեցին այն մեկ փամփուշտը, որը ուղղվեց օդանավակայանի ուղղությամբ եւ այդ բոլոր մարդկանց հերոսությունները ուղղակի չերևացին։ Հիմա սա այդ նույն համատեքստում է, այսպիսի նշանակալից իրադարձություն Գորիսում եւ ես վստահ եմ, որ մենք պետք է ուշադիր լինենք նաև այն երևույթներին, որ տեղի է ունենում նաև Սյունիքի շուրջ։ Շատ վատ է, որ կրակում են եւ դուք տեղյակ եք, որ Հայաստանը իր բոլոր մակարդակներում սրա մասին խոսել է։ Արդեն շուրջ չեմ կարող հստակ ասել, բայց երևի 3 ամիս է եւ ավելին ինքը սիստեմատիկ գիշերները կրակոցների ձայներ են լսվում եւ ինչ որ մի հաճախականությամբ նաև փամփուշտները դիպչում են ենթակառուցվածքներին, տներին, ինչը շատ վատ է եւ այն պետք է տեղի չունենա, բայց Պաշտպանության նախարարությունը հստակ արձանագրում է փաստը եւ դիրքորոշում ունի այս առնչությամբ։ Ես ավելացնելու Պաշտպանության նախարարության ասվածին երևի թե չունեմ, եթե այսօրվա առիթով հարցեր ունեք տվեք, որտեղ դուք հարց չտվեցիք հյուպատոսարանի հայ-ֆրանսիական հարաբերությունների, ես կարծում եմ պիտի որ լավ լինի։ Ինչպես։ Այո։
բավականին ակտիվացնում տնտեսական կապերն է խորացում եւ այլն։ Այստեղ դեսպանությունից որ սա ավելին է, քան հիպատոսային։ Շատ լավ։ Այսինքն ինչ գործառույթներ են դրված, ինչ հարցեր է իրականացնելու արտաքին քաղաքականություն արդյոք կամ անվտանգային հարցեր։ Ես իրականում անկեղծ պետք է հարցը տալ դեսպանին, որովհետև հպատոսական գործառույթների մանրամասների մեջ երևի ավելի շատ դիվանագետներն են տեղյակ։ Այո, դե չցանկացավ, պետքա փորձել։ Դուք ինչ եք սպասում սիմվոլիկ նշանակություն պարոն Կոստանյանն ասաց, որ սա սիմվոլիկ նշանակություն ունի։ Դա եւս շատ կարևոր։ Ինչպես եք պատկերացնում իր գործառույթը ներկայացնեք։ Հպատոսական գրասենյակ, տեսեք, Գորիս շատ հաճախակի այցելում են Ֆրանսիայի քաղաքացիներ։ Եվ Սյունիքում բազմաթիվ են Հայաստանի եւ Ֆրանսիա հարաբերություններից բխող տարբեր ծրագրեր։ Այսինքն ակտիվությունը շատ մեծ է։ Եթե դուք երեք եք եկել այստեղ, վստահ եմ, որ դուք ամբողջ օրվա ընթացքում կտեսնեիք հենց այդ ֆրանսիական շունչը Գորիսում։ Բնականաբար հպատոսական գրասենյակը այն բոլոր առաջացող խնդիրները, որոնք որ դեսպանատունը շատ ավելի հեռու է այստեղից, դա պետք է իրականացնի հպատոսական գրասենյակը։ Նաև շեշտեց, որ փոխադարձ այցեր պրակտիկ Ֆրանսիա ուսանողների երիտասարդների։ Դա այս պահին էլ կա։ Իհարկե, այս պահից Սյունիքից տասնյակ ուսանողներ բոլոր քաղաքներից, ովքեր սովորում են ֆրանսիական համալսարանում, իրենք հերթականությամբ գործողում են Ֆրանսիա, այնտեղի բուհեր եւ այդ համատեքստում իրենք ուսմանը զուգահեռ նաև պարտավորվածություն ունեն օգնելու կոնկրետ քույրացման գործընթացում երկու համայնքների միջև հարաբերություններին, ինչը սա որոշումը կայացվել էր անցած տարի Լիոնում իմ եւ պարոն Լորան Վոքեի միջև եւ կարծում եմ սա շատ արդյունավետ է։ Ռուսական դեսպանության հետ կապված, դեսպանական հետ կապված ակտիվ այսպիսի քննարկումները ձևաչափով են ընթանում, ակտիվ են խոչընդոտներ կան առհասարակ մամուլում շատ են խոսում, անընդհատ որ հիմա կբացվի, բայց դեռևս հստակություն չկա։ Տեսեք, ես այս հարցին էլի եմ պատասխանել։ Մենք պիտի հարգենք մեր պետությունը։ Եվ մեր պետության մեջ կան պետական ինստիտուտներ, որոնք պատասխանատու են այս կամ այն ոլորտի համար։ Մենք ունենք արտգործնախարարություն եւ ցանկացած դիվանագիտական, ցանկացած մարմին ինստիտուտ, որը գործում է Հայաստանում, կոնկրետ մարզպետարանների հետ շփվում է արտգործնախարարության միջոցով։ Այսինքն դա է ճանապարհը, եթե մենք հարգում ենք մեր պետական ինստիտուտները։ Եվ ինչ վերաբերում է ձեր տված հարցին, ապա արտգործնախարարությունից ներկայացված չի մեզ, որ այստեղ կա հպատոսարան, այսինքն այս պարագայում արդեն մենք տեղեկացված ենք, պաշտոնապես որ այսպիսի բան կա, դեռ չի եկել, մինչև գալը բնականաբար այդ գործընթացները ինչ ասում եք, դա ոչ թե մարզպետի մակարդակով է լինում, այլ դուք բոլորդ գիտեք, որ երկու երկրների արտգործնախարարների մակարդակով վերջին օրերին էլ եղել քննարկում։ Դուք սա դուրս է մեր չեմ կարող ասել ինչ փնտրտուք է, բայց ամենայն դեպս մենք բոլորս հասկանում ենք, որ դա դիվանագիտական կառույցի մասին է խոսքը, ոչ թե, ասենք, մարզի կառավարման եւ այլն։ Եվ ես ուզում եմ մենք այս մասը շատ կարևորենք, որ մենք ինքներս հայերս պիտի գնահատենք եւ սիրենք մեր պետական համակարգը որպես ինստիտուտ։ Եթե մենք չհարգենք այդ ինստիտուտները, մենք բնականաբար կհեռանանք մեր ինքնիշխանությունից ու պետականությունից։ Շնորհակալ եմ շատ։